Մենք հիմա գտնվում ենք 3-րդ տեղամասում, որը սպասարկում է Նշակետ 70-ից մինչև երիտասարդական կայարան, 2 գծերով։ Կատարվում է ժամկետանց ռելսի փոխարինման աշխատանքներ։ Բավականին բարդ եւ բավականին հետաքրքիր աշխատանք է։ Հաշվի է առնվում գնացքների բեռը, ինչ անցնում վրայով, տարեկան կտրվածքով, ուղևորի միջին քաշը, գնացքի քաշը, բավականին երկար ժամանակ արդեն 40 տարուց ավել աշխատում է մետրոպոլիտենը, նորմաները բոլոր կորագծերում արդեն լրացած է։ 90-ական թվականների փոխված ռելսերը արդեն ենթակա են փոխարինման, չհաշված որ կան ռելսեր 77, 79, 80 թվականների։ Բավականին երկար ժամանակ ռելսեր չէինք ստացել։ Արատային ռելսերի քանակը բավականին շատացել էր այդ ընթացքում։ 2022-ի հունվարին ստացանք 220 տոննա։ Գարեգին Նժդեից մինչև Բարեկամություն 220 տոննան փոխեցին։ Դա մետրոպոլիտենի պատմության մեջ աննախադեպ բան է եղել։ Երկրորդ խմբականակը արդեն ստացվեց 2024 թվականին։ Հիմնականում շեշտը դրվեց ժամկետանց ռելսերի վրա։ 8 ամսվա ընթացքում 170 տոննա ռելս փոխեցին։ Դա ոնց որ ասած ավել էր, քան 22 թվի փոխարինված ռելսերի քանակը։ Անվտանգ երթևեկությունը ապահովելու համար ամեն ինչ արվում։